Մեր կյանքը նման է ֆիլմի, որի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը, սցենարիստը և դերասանը մենք ենք։ Հետո մեր ֆիլմին միանում են այլ դերասաններ, որոնց կամ մենք ընտրում ենք, կամ չենք ընտրում։ Մյուս դերասաններն իրենք են գրում իրենց սցենարը։ Այդ սցենարի հետ երբեմն մենք համամիտ չենք լինում։ Ինչևէ, սա մեր կյանքն է և մեր կյանքի պատմությունը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր վերջապես իմ տաղավարում հյուրընկալելու եմ կինոռեժիսոր, պրոդյուսեր, գեղեցկուհի, ATV հեռուստաընկերության տնօրեն, մեր շատ սիրելի Ելենա Արշակյանին։ Ելենա ջան, բարի գալուստ, վերջապես եկաք, ընդունեք այս ծաղիկները, շնորհավորում եմ ձեզ մեկ ամսյակի կապակցությամբ և շնորհակալ եմ, որ այսօր դուք եք եկել ինձ հյուր, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը և սկսենք մեր զրույցը։ Ելենա, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, փոքրիկ անգառներ կվերցնենք, կխորհենք, կհուզվենք, կժպտանք և կլսենք ձեր կյանքի պատմությունը։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Նախ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն ասել հրավերի համար, ինչպես ասեցիք Արայիկ ջան, վերջապես։ Իրականում ինձ համար դժվար էր այդ որոշումը կայացնել և հյուրընկալվել ձեզ, մեզ, կարելի է նաև այսպես ասել։ Դուք ձեր տանն եք։ Որովհետև առաջին հերթին նախ շատ պատասխանատու է, երբ որ դու քո հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերին ես գնում, առաջին հերթին դա է պատասխանատվությունը, և երկրորդ, որ ես միշտ անկեղծ եմ խոսում ու երբեմն վախենում եմ այդ անկեղծությունից չհասկացված լինելու պատճառով։ Այնպես որ շնորհակալություն, հուսով եմ հետաքրքիր եթեր կունենանք։ Ես եմ շնորհակալ, որ այս գեղեցիկ տոնական մեկամսյակի նվիրված եթերը լցվելու է ձեր ջերմությամբ, ձեր արևաշող տրամադրությամբ և ձեր գեղեցիկ ներկայությամբ։ Շնորհակալություն։ Ինձ կասեք, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները և ով է ընտրել ձեր անունը։ Շատ լավ։ Ծնողներս Ժիրայր Արշակյան, հայրս, մայրս Սուսաննա Սիմոնյան, մայրս մաթեմատիկա մասնագիտությամբ, հայրս երկաթուղային, որովհետև կապ չունեն արվեստի հետ, բայց այնպես է ստացվել, որ ես ընտրել եմ այս ճանապարհը։ Ծնվել եմ շատ հետաքրքիր պայմաններում Արմավիր քաղաքում։ Հայրս մեր պապական տունը Արաքս գյուղում է և այնտեղից վերադառնալուց են եղել, երբ որ մամայիս ցավերը բռնել է և տարել են արդեն հիվանդանոց, բայց հետո շատ արագ վերականգնվել ենք Երևանում, այսպես կարելի ասել, տեղափոխվել ենք բնականաբար Երևան, բայց ծննդականիս մեջ գրված է քաղաք Երևան, այնպես որ գրանցում այստեղ են արել ինձ, իմ անունը դրել են իմ հայրական տատիկի պատվին, իրեն Լենա են բոլորն իմացել, բայց ծննդատան աշխատողը պապայիս համոզել է, որ վերջնական և ճիշտ անունը Ելենա տարբերակն է, եկեք դնենք Ելենա, այդպես ինձ անվանակոչել են տատիկիս պատվին Ելենա։ Ինչպիսի աշակերտու եք եղել դպրոցում։ Երևի թե սխալ կլինի, որ այս հարցին ես պատասխանեմ, ճիշտ կլիներ, որ իմ դպրոցական ընկերները կամ իմ ուսուցիչները պատասխանեին, բայց եղել եմ լավ սովորող, գերազանց եմ սովորել, երբեմն ոչ գերազանց եմ սովորել, բայց ակտիվ երեխա եմ եղել դպրոցում, այդպես։ Ու կապը պահում եմ դասընկերներիս հետ, դասատուներիս հետ, մենք մինչև այսօր շփում ունենք, շփվում ենք։ Հրաշալի է։ Դպրոցից հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, քայլերը ձեզ ուր տարան։ Դպրոցում շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել։ Ես չգիտեմ արդյոք հիմական այդպիսի ուսուցիչներ թե ոչ, բայց մենք ունեինք հրաշալի ուսուցիչ Ճարտարյան ազգանունով և ես իր մոտ պարապում էի, որպեսզի ընդունվեի լրագրության բաժին համալսարանի, բայց ես իրեն ասացի, որ ես շատ ուզում եմ, որ ռեժիսոր դառնամ։ Եվ Ճարտարյանը ինձ օգնեց, ինքը ինձ տալիս էր այդ գրքերը, գրականությունը, որ պարապեմ և ընդունվեմ թատերական ինստիտուտ, հակառակ ծնողներիս ցանկությանը, այդպես ինձ շատ օգնեց, այն ուսուցիչներից էր, որ լսում էր աշակերտին և բնականաբար ինքը ինձ օգնեց ու ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Բազմաթիվ նախագծերի, ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր, ամեն մի ֆիլմը կարծես թե նոր երեխայի ծնունդ լինի, ինչպես մեզ համար ամեն մի եթերը կարծես մեր նոր երեխայի ծնունդն է։ Ինչ պատասխանատվությամբ և ինչ նրբությամբ եք մոտենում նախագծերն իրականացնելիս և ինչ կարևոր դրդապատճառներ կան, որ դրանք չպետք է խախտվեն ձեր պարագայում։ Երբեք
երբեք չեմ նկարանի ֆիլմ, որը դեմ է իմ արժեհամակարգին։ Առաջարկներ եղել են։ Շատ անգամ խոսել եմ ես այդ թեմայով, մեկ անգամ եւս փաստեմ, որ բոլոր իմ նկարանած ֆիլմերը ես վերապրել եմ, ես հասկանում եմ, ես ինչի մասին եմ նկարահանում ֆիլմ։ Եթե ես չհասկանամ ինչի մասին է ֆիլմը, երբեք չեմ մոտենա այդ ֆիլմին, անգամ մեծ հոնորարների առաջարկի դեպքում երբեք։ Դրա համար բոլոր իմ ֆիլմերը ինձ շատ հոգեհարազատ են, ես անցել եմ այդ պատմությունների միջով եւ ես որպես ռեժիսոր չեմ կարող նկարահանել ֆիլմ, որը ես չեմ հասկանում։ Նույնիսկ մեր հեռուստասերիալները, երբ որ մենք Անահիտ Մխիթարյանի հետ նստում ենք աշխատելու, փորձում ենք այնպիսի իդեաներ վերցնել, որ մենք գիտենք, տեղյակ ենք, այդ պատմությունների միջով անցել ենք։ Մենք երբեք չենք նկարահանում, չենք գրում, չենք ստեղծում այնպիսի կոնտենտ, որից տեղեկություն չունենք։ Ելենա, ձեր ֆիլմերը նաև ես գրեթե բոլորն եմ դիտել, նախ շնորհակալություն այդպիսի ֆիլմեր ստեղծելու համար, որտեվ Ելենա Արշակյանի ձեռագիրը խիստ տարբերվում է եւ ես ամեն դեպքում, երբ որ դիտում եմ ձեր ֆիլմերը, ինձ մոտ շատ ուսուցողական բաներ եմ տեսնում ֆիլմերում։ Եվ դա շատ կարևոր է, որ ռեժիսորը նաև թելադրում է դաստիարակչական որևէ ձեռագիր է թողնում ֆիլմում։ Այդ ձեզ մոտ իրական փաստերի վրա նկարահանված ֆիլմերն են ավելի արժևորվում, թե պարզապես սցենարով գրված որևէ իրականության հետ կապ չունեցող ֆիլմերը։ Նախ ինձ համար շատ վախենալու արտահայտություններ են դաստիարակել եւ շատ պատասխանատու։ Իրականում այդպես է Ելենա։ Բան չունեմ ասելու, ուղղակի ես երբեք այդպիսի միտում չեմ ունենում։ Իմ համար կարևորը թեման բարձրացնեմ, ես ոնց եմ տեսնում, ինչ պրիզմայով եմ ես տեսնում այդ հարցը, բայց վերջնական հեռուստադիտողը, հանդիսատեսը ինչ մեսիջ կստանա, դա իհարկե բարդ աշխատանք է ռեժիսորի կողմից եւ իհարկե պատասխանատու է, ինչպես որ ասացիք դաստիարակչական քավլիցի որևիցե անգամ այդպիսի բան չեմ ուզում ես անել, որից է մեկին դաստիարակելու խնդիր չունեմ, բայց ես կուզեմ, որ հանդիսատեսը տեսնի ֆիլմը իմ պրիզմայով։ Ես ցանկացած ֆիլմ, օրինակ ասենք նույն մեր նունիկ ֆիլմը կամ Շնորհավոր աղջիկ է, օրինակներով խոսենք, այդ ես կիսում եմ այդ ֆիլմի գաղափարը, իմ ստեղծագործական խումբը կիսում է այդ ֆիլմի գաղափարը եւ մենք այդ ուզում ենք տարածենք, թե ինչպես ենք մենք տեսնում այդ հարցի լուծումը, ինչպես ենք մենք տեսնում այդ խնդիրը, բայց ասել, որ դա դաստիարակչական է, ես կվախենամ այդպիսի բառեր օգտագործել, որովհետեւ բավականին դժվար եւ պատասխանատու գործողություն է դաստիարակել մարդ։ Շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ է ստացվում էր զրույցը, Ելենա, շնորհակալ եմ անկեղծ խոստովանությունների եւ գեղեցիկ զրույցի համար։ Այ ֆիլմը գրվում է սցենար, դերասանները խաղում են սցենարով։ Իսկ այսօր մեր կյանքում կան մարդիկ, ովքեր դերասան չեն եւ խաղում են մեր շրջապատում։ Այդպիսի ճակերտավոր դերասաններին, ովքեր մեր կյանքում խաղում են, հեշտ նկատում, շուտ եք զգում նրանց։ Իրականում ցավոք այո։ Հիմա շատ տխուր բան եմ ասում, կուզեի չնկատել, երբեմն չզգալ, բայց ցավոք մասնագիտության բերումով ես շատ արագ հասկանում եմ, որտեղ են ինձ խաբում, որտեղ է ինչ կատարվում։ Այո, եթե կարճ հարցի պատասխանը ցավոք այո, ես շատ շուտ հասկանում եմ ինչա կատարվում իմ շրջապատում, միջավայրում։ Ելենա, ինչ կլիներ մեր կյանքում, եթե չլիներ սերը։ Ես կարծում եմ, որ սերն է մեր կյանքի շարժառիթը, Աստված սեր է վերջապես։ Այո, բրավո, հրաշալի խոսքեր։ Իսկ ինչ կլիներ սիրո պակասի դեպքում կամ ինչ է լինում սիրո պակասի դեպքում։ Երևի մարդիկ չարանում են։ Ես միշտ մտածում եմ, որ եթե մարդ ինչ-որ մեկին ուզում վատություն անի, դա չարությունից է գալի կամ սիրո պակասից է գալիս, հա։ Եթե մարդ սիրով լցված լինի, երբեք չի ուզի դիմացինին վատություն անել, երբեք վատ արարքներ չեն ծնվի, չեն լինի։ Դրա համար պետք է փոքրուց մարդկանց սիրել, սիրո մեջ դաստիարակել, ինչպես որ օգտագործեցինք այդ բառը, եւ շատ կարեւոր է որ սերը լինի մարդու կյանքում, որպեսզի մենք չչարանանք։ Շատ լավ։ Ելենա, մեզ մոտ կա գաղտնի արկղ, որի մեջ ինչ որ մի բան կա, որը ձերն է, եւ կա այստեղ գաղտնի նամակ։ Նամակի մասին մենք խոսենք մեր նկարման ավարտին, բայց գաղտնի իրը հիմա ես փորձեմ, իրականում ես չեմ տեսել եւ դուրս բերել այստեղից եւ հասկանանք ինչ իր է այստեղ։ Օ, ինչ հետաքրքիր բան է։ Ես չգիտեմ, սա ինչ է։ Ես սա փոխանցում եմ ձեզ, փորձենք հասկանալ ինչ է դա։ Ինչ է սա, Ելենա։ Տեսեք ասեմ։ Տարիներ առաջ
Վայ, հուզվեցի, ասեցի չեմ հուզվի։ Մեզ մոտ անհնար է։ Չի սպասում, ես վատվել էր։ Մեզ մոտ անհնար է, իրականում չհուզվել չի ստացվում այս տաղավարում։ Տարիներ առաջ մենք Ղարսեցի ենք։ Իմ հայրական կողմը Ղարսից են եւ պապայիս առաջին անգամ երբ որ ինսուլտ խփեց, այդպես են ասում, չգիտեմ իրական բժշկական տերմինոլոգիա ոնց կլինի, երբ որ ինսուլտ ստացավ, լավ այսպես ասեմ, պապաս, ես իրեն խոստացա, որ մենք գնանք Ղարս։ Ես պապայիս հետ, իմ ընկերների հետ բոլորով հայքել ենք այս մայկաները Արմենիա եւ գնացել ենք, անցել ենք Արևմտյան Հայաստանի սահմանը, չեմ կարողանում ասել Թուրքիայի սահմանը։ Այո, Արևմտյան Հայաստանի սահմանն ենք անցել եւ մենք այս համազգեստով էինք բոլորս։ Մենք գնացել ենք Ղարս, գնացել ենք Անի իմ ընկերների հետ, ում պապայիս երևի թե ամենաերջանիկ օրերն ա եղել եւ ես էլ երջանիկ զավակ եմ ինձ համարում, որ ես կարողացա իմ պապային հնարավորություն տալ տեսնել իր պապական պատմական հայրենիքը։ Բրավո Ելենա, բրավո։ Այբ որ ոտքը դրեցիր Արևմտյան Հայաստանի այդ հողի վրա, ինչ էներգիա կար, ինչ զգացիք այդ պահին։ Ինչ եք զգում առաջինը։ Ոչ օտարություն, ամեն դեպքում ոչ օտարություն։ Ես չեմ ուզում հիմա պաթետիկ խոսքեր ասել, որ հայրենիք, Հայաստան, հայրենասիրություն հիմա երևի թե այդպիսի բառերով չեմ ուզում նկարագրել իմ զգացածը։ Իմ պապան արտասվում էր անի պարիսպների տակ։ Ես հիմա չեմ ուզում այն մասին խոսել, թե ինչ էինք զգում այնտեղ, այդ մեր ցավերի մասին։ Մենք երգում էինք, մեր ընկերներից Կարենը մշեցին, մեր հետ էր եւ ինքը երգում էր անի մեր տաճարում։ Շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել այնտեղ, շատ հուզական, բայց ես կարող եմ հիմա ասել, որ ես երջանիկ եմ, որ ես եղել եմ այնտեղ, բայց միևնույն ժամանակ էլ շատ մեծ ցավ կա կորստի, շատ մեծ ցավ կա, բայց ամեն դեպքում հիմա երևի չխոսենք դրա մասին, չգիտեմ, բայց ես ուրախ եմ, որ իմ պապան տեսավ այդ ամեն ինչը։ Եվ դուք երջանիկ եք, որ ձեր հայրիկին եք երջանկացրել այդ պահին, բրավո։ Ելենա, դուք ընկերասեր եք։ Ձեզ համարում եք ընկերասեր։ Ես տենց բառեր կան, ես երբեմն ասում եմ, որ ես երևի լավ մամա չեմ եղել իմ երեխայի համար կամ ինչ-որ քիչ ժամանակ եմ իրեն հատկացրել, երևի ինչ-որ բաներ չեմ հասցրել։ Ես ինչ սենց անընդհատ ինձ մեղավոր եմ զգում ինչ-որ հարցերում, ընկերներիս հարցում էլի ես չէ, որ պետքա գնահատական տամ, բայց օրինակ աղջիկս ասում է, չէ, մամա, ես քեզանից ամեն ինչի համար շնորհակալ եմ, դու ինձ ամեն ինչ հասցրել ես այլես, բայց ինձ անընդհատ թվում է, թե ես քիչ եմ արել։ Նույնն էլ նաև այս ընկերասեր բառի հետ կապված, ես իմ ընկերների կողքին եմ, իրանք շատ քիչ են իմ ընկերները, բայց ես 24/7 եմ ընկերություն անում, ուրիշ ձև ես ընկերություն անել չգիտեմ ուղղակի, հիմա չգիտեմ դա ընկերասիրություն է թե ոչ, ես կամ իրանք իմ ընկերն են, կամ իմ ընկերը չեն, ուրիշ տարբերակ չկա։ Դու գնահատականը մի տվեք, ձեր ընկերուհին կտա գնահատականը եւ կմիանա մեր զրույցին, Լիաննա Սահակյանն է գալիս մեզ մոտ հյուր, Լիաննա, համեցեք եւ մեր տաղավարը լցրեք նաեւ ձեր գեղեցկությամբ եւ ձեր անկեղծ զրույցով։ Բարի գալուստ մեր տաղավար։ Սիրուն եմ։ Տանքես։ Խնդրեմ, նստեք այստեղ, շնորհակալ ենք Մի բան Լիաննա։ չասել, երեք մենք միասին ենք եղել։ Իհարկե չեն ասի, ես շնորհակալ եմ ձեզ, որ չեք բացել փակագծերը եւ եթե նայեք, Ելենա ջան, նա ասեր անակնկալ չէր ստացվի եւ այսքան ինչ-որ հուզական դաշտ չէր ստեղծվի այս տաղավարում։ Լիաննա, շնորհակալ ենք, որ չեք մերժել մեր հրավերը եւ եկաք եւ մեր նախագծի այս հատվածը լցվեց նաեւ ձեր ներկայությամբ։ Եվ արդից օգտվելով շնորհավորում ենք նաև ձեզ մեկամիսակի կապակցությամբ, միշտ մնացեք այսպես սիրուն եւ թող ձեր կյանքի արևները միշտ լինեն։ Շնորհակալություն, շատ հաճելի անակնկալ էր։ Երեք ամբողջ օրը մենք միասին ենք անցկացրել։ Դեռ էլի մարդ ունենք, որ պիտի գա։ Բայ։ Երեկվա մարդկանց իշ։ Երեկվա մարդկանց իշ։ Հա դուք գիտեք մեր երկրորդ հյուրը ով է փաստորեն։ Բայց չեմ ասում։ Չասեք։ Լիաննա, քանի տարի է որ ճանաչում եք, շփվում եք, ընկերություն եք անում։ Կպատմեք ձեր ընկերության մասին եւ որտեղ եք ծանոթացել։ Շատ լավ, երևի կլինի 1 տարի, մենք մանկության ընկերներ չենք կամ երկար տարիների, բայց նենց հետաքրքիր է ոնց որ Հելենիս հետ երկար ճանապարհ անցած լինեմ,
ինձ թվում է տարիները կամ օրերը չեն մարդկանց մոտիկացնում, այլ հոգեվիճակը, արժեքների մեր ընդհանուր համակարգը, գաղափարները, թասիբը, այդ պետք է ասեմ, դա մեր սիրած բանն է, թասիբը, ու ոնց ենք ծանոթացել, մենք ունենք ընդհանուր ընկերուհի, որը իմ ընկերուհին է առանձին ու Ելենայի ընկերուհին է։ Ու միշտ ասում էր, որ դուք իրար հետ նմանատիպ էներգիա ունեք։ Բայց մենք իրար չենք ճանաչում, ինքը մեզ ծանոթացրեց ու մենք հասկացանք, որ ինքը ճիշտ էր ասում։ Ու հետո որոշեցինք, որ պետք է ճանապարհորդության մեկնենք։ Ու մեր հաջորդ հանդիպումներից մեկի ժամանակ հենց գնացել էինք հանդիպման, որ որոշենք մեր հաջորդ ճանապարհորդությունը որտեղ է լինելու, հիշում ես։ Այո, իհարկե։ Ու պետք է լիներ դեռ առաջինը, ու մենք պատրաստվում Զանզիբար գնային։ Չէ, Ճապոնիա էինք սկզբից։ Հա, Ճապոնիա, ներողություն, Ճապոնիայից հետո շարունակենք։ Լենան մեզ sense համոզեց, թե Ճապոնիայում այդքան ոնց որ vibe-ը եւ այլն, էլի տենց աղջիկական մթնոլորտը, ավելավա տեղափոխենք Զանզիբար, ու մենք sense լովին ոնց որ հասկացանք, որ Ելենի որոշումը ամենաճիշտն է, ու իր ֆակտորով, հա, այս հիմա ես նորից պատմի։ Եվ իր ֆակտորով որոշեցինք, որ չէ, գնում ենք Զանզիբար, ու հենց այդ օրը մենք վերցրեցինք տոմսերը, Ելենը ասաց, որ ես մի քանի օրվա մեջ կվերցնեմ։ Ու հետո նենց ստացվեց, որ մենք երկուսով գնացինք, ինքը մեր հետ չեկավ, բայց իր իդեան էր, էլի, հենց Զանզիբարի ուղղությունը ֆանտաստիկ տրիփ ունեցանք ու դրանից հետո հասկացա, որ երբեք մեզ չի լքի ճանապարհորդության բայց հետո բնականաբար արդեն իրար հետ ճանապարհորդել ենք, բայց մի փոքր բան ասեմ Լիանայի հետ կապված էլի, եթե կարելի է։ Ուրեմն երբ որ օրինակ Լիանան շեշտ քանի տարի ենք իրար ճանաչում, որ տարիները կապ չունեն, իրականում դա բացարձակ ճշմարտություն է, որովհետև երբ որ արդեն մեծ տարիքում ես ընտրում քեզ ընկեր, դա բավականին դժվար է։ Ես հիմա երբ որ դուք ինձ ասեք, այ Ելնա, բացի Լիանայից մեծ տարիքում ելում ունես ընկեր, ես կվախենամ այդ հարցին պատասխանել, որտեվ իսկապես չկա։ Երբ որ արդեն այս տարիքում ընկեր ես ընտրում քեզ համար ու հասկանում ես, որ դուք հարազատ հոգիներ եք, որ դուք կարող եք իրար հետ լավ ժամանակ անցկացնել, նույն կերպ եք մտածում, նույն արժեքներ ունեք, այդ շատ կարևոր է, որովհետև մենք մեր կյանքում իսկապես ընտրում ենք մեր ընկերներին, իսկապես։ Իսկ օրինակ ասենք, երբ որ մանկությունից են ընկերները գալիս, բան արդեն մեծանում ենք, լիքը բան ուրիշ ձև ենք հասկանում, ինձ համար շատ կարևոր Մարտելյանն, որ ես իմ այս տարիքում կարող եմ ազնիվ պարզճակատ ասել իմ ընկերն է, երբ որ մենք իրար շատ կարճ ժամանակ ենք իրար ճանաչում, բայց ես գիտեմ, որ այդ 24/7-ը նաև Լիաննային է վերաբերում։ Վստահ գիտեմ, առանց իր ասելու վստահ գիտեմ։ Դու ես հյուրը եւ հաղորդումը քո մասին է, ես իրոք բայց ազնիվ ես գիտեմ, որ ինքը այդպիսի ընկեր է, հակառակ դեպքում մենք չէինք կարող իրար գտնել այս կյանքում։ Դուք նաև փաստորեն շատ լավ ճանապարհի ընկերներ եք։ Այո, մենք շատ լավ տիպ ենք ունեցել, շատ լավ, այո, միանշանակ։ Ինչպիսի ընկեր է Ելենան։ Վաու։ Ես Ելենին sense կարամ նկարագրեմ, ինքը շատ ուժեղ է, ինձ թվում է իր ուժեղության մասին բոլորը գիտեն, բայց իմ համար ինքը աշխարհի նուրբ, խրուպկի, չեմ կարա բացատրեմ ինչքան սիրուն էմոցիա ունեցող Արքին թասիբով էլ այդ բառը պետք է ասեմ աղջիկա, որը իր խոսքի տերն է։ Եթե ինքը մի բան ասեց, դա Զանզիբարը հանեցինք։ Այդ հանեցինք, այդ մոռացանք։ Բայց խնդրում եմ, ասա ինչի չեկա Զանզիբար, որտեղ ասեցի, որ ֆիլմի պրեմիերա ունեի, ու ասեցի, որ եթե այդ շրջանում լինի, ես կդժվարանամ գալ, ֆիլմից պրեմիերան է լինելու։ Դրա համար չկարողացա գնալ, բայց հաջորդ տրիփին անմիջապես ես մեկնել եմ իր մոտ։ Ու ինքը այն մարդկանցից է, երբ որ ես ասում եմ օրինակ Ելենան իմ ընկերն է, ես հպարտություն եմ զգում։ Բրավո։ Ոնց որ ինձ քույր կարամ ասեմ, ինձ մենթոր, sense ես իր մենթոր, ինքը ինձ մենթոր, այսինքն sense հավասարություն է, բայց համ էլ դու գիտես, որ ինչ որ խորհուրդ լինի, որ ուզենաս տաս, իրան հաստատ կդիմեմ խորհրդի հետ կապված։ Ես իրականում դուք խոսում եք, Լիանա, ես նայում եմ Ելենայի աչքերի մեջ, այնքան բարություն, այնքան գոհունակություն եւ ջերմություն եմ տեսնում, անկեղծ պետքա լինեմ եւ ասեմ, որ բրավո, ես հիացած եմ ձեր ընկերությամբ եւ թող ամուր, ինչպես որ կա, այդպես էլ ամուր կյանքի ճանապարհը ձեզ տանի առաջ։ Ընկերության արժեքը ինչի մեջ է գտնվում, այդ ընկերությունը պահելու ձևը որտեղ է։ Ես կարծում եմ, որ եւ ընկերությունը եւ սերը շատ կարեւոր է, որ կարողանանք ճիշտ արտահայտել։ Այսինքն դա աշխատանք է։
մենք չպետք է ասենք ինքը իմ ընկերն է ու մոռանանք այդ մասին, այդպես չի։ Մենք իրար հետ կիսում ենք եւ ուրախություն, եւ տխրություն, եւ բամբասում ենք ինչու՞ չէ, որովհետեւ ասենք որ աղջիկները որ ասեն որ չեն բամբասում, չեն հավատում։ Ես սիրում եմ, չէ, ես ազնիվ եմ ու ես ասում եմ որ ես սիրում եմ մեր բամբասանքները, այն որ հետո ասում բայց մենք չենք բամբասում, մենք ճիշտ ենք ասում, մենք փաստերն ենք քննարկում, իրականում մենք բամբասում ենք ու ինչա հաճելի է դրանից, չգիտեմ, ես լավա թե վատա, բայց ես ազնիվ ասում եմ դա։ Ես կավելացնեի, հա։ Դե աղջկական ռիտուալի մի մասնիկ է, ես կավելացնեի նաև ընդունել իրար, իմ համար ես մի քիչ դժվար է ինձ մարդուն ընդունելը, որովհետև տենց է, չէ, էգո մի քիչ առյուծ եմ, էգո ունեմ ու միշտ այդ ընդունելությունը, որ մարդուն ընդունես, նենց ոնց որ կա, ունեք ես Ելենին ընդունում եմ նենց ոնց որ ինքը կա։ Բրավո։ Հաջորդ ուղղությունը որտեղ եք ընտրել, որ միասին պետք է ճանապարհորդենք։ Ոնց ենք ուզում։ Կան ենք ուզում մեկնենք։ Հա։ Բրավո։ Ծրագրավորել ենք, հուսանք կլինի։ Կլինի, միանշանակ կլինի։ Կան, բայց չենք ուզում մեկնենք որպես տուրիստ։ Նպատակներով ենք մենք։ Հասկացա, ուրեմն հաստատ։ Դե չէ, որպես տուրիստ այդ բացարձակ խնդիր չի։ Հաստատ կլինի, Ելենա, ես գիտեմ, որտեղ դուք շատ նպատակասլաց եք, այսպիսի հրաշալի ընկերուհի էլ ունեք ձեր կողքին եւ երկու նպատակները, երբ որ մեկտեղվում են, կարծես թե վերևից էլ գալիս է այդ օրհնությունը եւ ճանապարհը հարթվում է։ Լիաննա, ինչ կմաղթեք Ելենային։ Ես կարծում եմ, որ Ելենան ամեն ինչ ունի, ու հետո այդ ամեն ինչը ինքը նաև ոնց որ շաղաղում է իր բարությամբ։ Ես ուղղակի ուզում եմ, որ իր տեսակը կյանքում չփոխվի։ Իրան մաղթելու, էլ ինչ մաղթեմ քեզ։ Ամեն ինչ ունես։ Իսկ ես մաղթում եմ, որ դուք միշտ այսպես իրարից անպակաս լինեք։ Իրականում անկեղծ եմ ասում, ես հիանում եմ։ Դուք խոսում եք, ես նայում եմ երկուսիդ անկեղծ աչքերին, նայում եմ ձեր անկեղծ խոստովանություններին եւ հիանում եմ, որ մեր գոյության եւ մեր իրականության մեջ կան ձեզ նման մարդիկ եւ ձեր նման ամուր ընկերություն։ Լիանա, ձեզ շնորհակալ ենք, որ միացաք մեր զրույցի այս հատվածին։ Մենք սկսել հեռուստատող, քիչ հետո կվերադառնանք, շարունակենք մեր զրույցի ընթացքը նոր անակնկալներով ու հետաքրքիր պատմություններով։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող ԱԱ-TV հեռուստաընկերության անդավաճան եւ հավատարիմ հեռուստադիտող։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք հետևել մեր բոլոր եթերներին եւ մնում եք հավատարիմ մեր հեռուստանախագծերին։ Եթե այս նախագիծը, այս եթերը չեք հասցրել դիտել ամենասկզբից, կարող եք մեզ գտնել նաև մեր YouTube-յան ալիքում, միանալ մեր էջին եւ թողնել ձեր կարևոր մեկնաբանությունները։ Իսկ մենք շարունակում ենք զրույցը Ելենա Արշակյանի հետ։ Ելենա, առջևում դեռ շատ անակնկալներ կան։ Ես ձեզ խոստացել եմ, որ այս եթերը շատ հետաքրքիր է լինելու, որտեղ սա տոնական եթեր է նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին։ Կինը պետք է ունենա եւ արտաքին եւ ներքին գեղեցկություն, թե մեկն էլ լինի բավական է։ Բավականին բարդ հարցեր եք տալիս, ես որպես կին չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինձ թվում է կնոջ գեղեցկությունը ներսից է գալիս։ Ես ճանաչում եմ արտաքնապես 90-60-90, եթե կարելի է դա գեղեցկության չափանիշ համարել կանանց, ովքեր չար են, ու ճանաչում եմ լրիվ ուրիշ ձևի կանանց, ովքեր բարի են։ Այնպես որ ես չեմ կարող ասել, որ մի ձևն է գեղեցիկ, որն է տգեղ։ Ինձ համար կարևոր չի արտաքինը, չաղ, նիհար, բոյով, կոլոտ, բացարձակ էական չի, երբ որ մարդ իր ներսից գալիս է այդ գեղեցկությունը, այդ արտաքին տվյալները ինձ համար անցնում են երկրորդ պլան։ Բացարձակ էական չի ինձ համար, բացարձակ։ Ես արժևորում եմ մարդու ներքին գեղեցկությունը։ Արդեն դրանից կբխի նաև իր արտաքին գեղեցկությունը։ Ելենա, դուք ձեզ ուժեղ կին համարում եք։ Ցավոք, այո։ Բայց ինչու ցավոք։ Երբեմն ուզում եք թույլ լինել։ Գիտեք, ես երևի հիմա արդեն ուշ է երբեմն ուզել թույլ լինելու համար, որովհետև այդ արդեն իմ բնավորությունն է, որը նաև իմ ընտանիքում արտահայտվում, երբեմն նաև ընկերական շրջապատում ամեն ինչ կոնտրոլ անելու, ամեն ինչ վերահսկելու համար, ցավոք նաև իմ մասնագիտական այդ տարերը կան իմ առօրյայում եւ ես մեկ նախանձով եմ նայում այն կանանց, այսպես ասած, բարի նախանձով, ովքեր չեն տիրապետում օրինակ ինչպես վճարել լույսի կամ ջրի վարձը այդ օրը, որ իրանք չգիտեն, ասենք, կենցաղային հարցերն ինչպես լուծել։ Ես
ցավոք ամեն ինչ ինքս եմ տիրապետում, ինքս եմ անում ու նաև այդ իմ մասնագիտության նաև վատ կողմերից մեկն է, որ իմ բնավորության վրա ազդել է։ Կյանքում դուք լռությունն եք ավելի սիրում, թե աղմուկ, այսպես աշխուժ կյանքը։ Այդ հարցի շուրջ եմ մտածել։ Երևի երկուսն էլ կախված է նրանից, թե ինչքան հոգնած եմ։ Օրինակ մի քանի շաբաթ առաջ եմ ավարտել ֆիլմից նկարահանումները եւ տանից մի քանի օր փորձեցի դուրս չգալ, հանգստանալ, ուշքի գալ ու ինձ համար շատ կարևոր էր, որ ուղղակի մնամ լռության մեջ, չշփվեմ ոչ մեկի հետ, ու ամեն դեպքում փորձում եմ այդպես անել, իհարկե այդքան էլ լավ չէր ստացվում, բայց այդ ինձ համար ասենց վերականգնվելու մի ձև է։ Եվ դրա հակառակն էլ կա, ես ուզում եմ իմ ընկերների հետ ժամանակ անցկացնել, հաճախ գնալ Եվրոպա, ման գալ իմ ընտանիքի անդամների հետ, օրինակ վերջերս մամայիս, քույրիկիս եւ աղջկաս հետ վերադարձանք Աթենքից, ինչի համար ես շատ ուրախանում եմ, իրենց հետ շատ հաճելի է ժամանակ անցկացնելը։ Դրանից վերալիցքավորվում եմ ես։ Երբ որ մայրացաք եւ գրկեցիք ձեր բալիկին, ինչը փոխվեց ձեր կյանքում, ինչ գույն ստացավ կյանքը, առհասարակ ինչ կատարվեց ձեզ հետ, երբ առաջին անգամ գրկեցիք ձեր բալիկին։ Ես շատ հստակ եմ հիշում այդ բանը, չնայած անցել է 22 տարի, իմ աղջիկը 22 տարեկան է։ 22 տարեկան։ Այո, ես 19 տարեկանում եմ մայրացել եւ երբ որ ես գրկեցի իմ Նարեին, ես ունենց հետաքրքիր զգացողություն էր։ Մինչև այսօր ես հիշում եմ այդ պահը։ Ինձ թվում էր ինքը ամբողջ կյանք եղել է իմ հետ 19 տարիները։ Նախ ես ինքս եմ երեխա եղել, երբ որ ես մայրացել եմ։ Ես չէի կարող հասկանալ տենց նյուանսներ, բան ինչ, բայց ես գիտեի ոնց որ իմ ձեռքը լիներ, չգիտեմ, ոնց որ մատս լիներ։ Ինքը մեզ տպավորեցնել, որ միշտ եղել է իմ կյանքում այդ 19 տարիներ եւ երբ որ ես մայրացա, ի նկատի ունեմ, տենց զգացողություն, որ ինքը իմ հետ է եղել անընդհատ ու բնականաբար մինչեւ հիմա այդ զգացողությունն է։ Մենք իրար հետ ենք մեծացել։ Ես իր հետ եմ հասկացել կյանքը, ինքը ինձ շատ բան է սովորացրել, ես իրանից շատ բան եմ սովորում եւ հուսով եմ ինքն էլ ինձանից է սովորում, հուսով եմ։ Ինչպես եք հաղթահարում կյանքի բարդությունները կամ պատնեշները, հա, ճանապարհներին հայտնված պատնեշները, որ բոլորիս կյանքում կան, չկա մի մարդ, որ ասի իմ կյանքը հարթ է, չկան պատնեշներ, արգելքներ։ Այդ արգելքները ձեզ ավելի ուժեղացնում են, թե ավելի կոփում են եւ տանում են առաջ։ Ինչպես եք հաղթահարում։ Ես գիտեմ, որ մենք բոլորս, ես, դու, բոլոր են մարդիկ, ովքեր ինչ որ մի բանի փորձել են հասնել իրենց կյանքում կամ հասել են, մեզ բոլորիս դարձրել է այն անցյալը, ինչի միջով որ մենք անցել ենք։ Եթե չլիներ այդ ամեն ինչը, ես այսօր այստեղ նստած չէի լինի։ Որպես հեռուստաընկերության տնօրեն, որպես կինոռեժիսոր, որպես պրոդյուսեր։ Ես շատ ուրախ եմ, որ անցել եմ այդ ամեն ինչի միջով։ Անչափ ուրախ եմ։ Եվ իմ այդ սխալները, իմ խնդիրները, իմ դժվար ճանապարհը ինձ այսօր դարձրել է այն Ելենա Արշակյանը, որ նստած է ձեր առջև։ Բրավո։ Ելենա, շնորհակալ եմ, իրականում անկեղծ պիտի լինեմ եւ ես էլ խոստով անեմ, որ հրաշալի զրույց է ստացվում, շատ գեղեցիկ է նաեւ ձեր կյանքի պատմությունը, ձեր գրած կյանքի պատմությունը, որի միջով դուք եք անցնում եւ այն մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են։ Իսկ հիմա տեսնենք, թե ով է գալու եւ նստելու ձեր կողքին, մեր զրույցի միանում է Արմինե Հովսեփյանը։ Ձեր ընկերուհին, ում հետ սկսել եք, չէ՞ ճանապարհը։ Արմինե։ Չլացես դու։ Արդեն ուզված եկավ Արմինեն։ Արմինե, եկեք ես էլ ձեզ գրկեմ, որտեղ ես էլ Արմինեի հետ ճանապարհ ունեմ անցած, խնդրեմ, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը։ Արմինեն ա տվել։ Արմինեն ա տվել։ Ես եք տվել, չէ՞։ Արմինե, ինչպես եք։ Լավ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Մի քիչ հուզված։ Մի քիչ մի վարքան լավ եմ։ Էլի արևոտ տրամադրությամբ, որովհետև ձեզանից ամեն մեկը արև է, անկեղծ։ Եվ այս տաղավարը հիմա չնայած որ շատ լավ լուսավորություն ունի, բայց ձեր լույսն ամենաուժեղն է այս տաղավարում։ Արմինեն է Լազարոսի տվիքինքն է լաց։ Ելենա, հետո մեզ գիտեք, չէ՞ ինչն է հետաքրքիր, որ միշտ մեր հյուրերը, մեզ մոտ եկած մարդիկ ասում են, ինչ կա ձեր տաղավարում, որ բոլորը հուզվում են։ Այնց այստեղ անկեղծությունն է գալիս օգնության եւ անկեղծ մարդկանց հանդիպումները, անկեղծ խոստովանությունները, իրերը, որոնք թաքնված են այս արխում եւ վերջում նամակը։ Լավ։
Լավ։ Այ հիմա Արմինեն իրականում այն բոլոր հարցերը ինչ որ տվեցիր, Արեգ ջան։ Այո։ Արմինեն կարող է դրանց ավելի հստակ պատասխանել, որովհետև Արմինեն այն մարդն է, որ լավ թող մնացած ինք շարունակի։ Դու լավ ես խոսալուց։ Ով եք դուք Ելենայի կյանքում, որ այստեղ դրվեց բազմակետեր, շարունակեք, բացեք բոլոր բազմակետերից հետո շարունակեք։ Սկսենք ձեր պատմությունը Ելենայի հետ ինչպես սկսվեց, ինչպես քայլեցիք նույն ճանապարհով, ես գիտեմ, որ չէ, կարիերայի սկիզբ, ճանապարհ, դժվարություններ, բարդություններ, որոնք հաղթահարվում էին ձեր աշխատասիրության եւ ձեր ամուր ընկերության շնորհիվ։ Սկսում ենք պատմիր։ Ոյ 2006 թվականին ես այդ ժամանակ առաջին կուրսի աղջինակ էի փուճոր գնացի TV ու Ելենը այդ ժամանակից սկսած ինձ որ միշտ ինքը ասում ես քո ձեռը բռնած ես քեզ տարա իրար հետ քայլեցինք այդ մենք իրար շատ ինձ զրոյից սկսել ենք փոքր ոչ մի բան չէի հասկանում sense ինչ որ sense խելոք շատ սուսիկ-փուսիկ երեխա էի այն ժամանակ Հետո ինքը ինձ շատ, իմ կյանքում այն որ շատ կարևոր մարդ է ինքը, ես միշտ ասում եմ, իմ կյանքում մամա, քուրիկ, ընտանիք Ելենը միշտ առանձին է եղել իմ կյանքում ու կա։ Ես իրան շատ սիրում եմ։ Ելենային բոլորն են շատ սիրում։ Ես շատ։ Ելենա մենք շատ ուրիշ ճանապարհ, շատ իրար հետ։ Նայ, ես մի անգամ ասում եմ, Արմինեն իրականում այն մարդն է, որ իսկապես առանց ձևականությունների, առանց չակերտների, առանց ինչ-որ նախաբանների են մարդն է, ում հետ որ մենք խոսել ենք, կռվել ենք, ապրել ենք, Արմինեն այն մարդն է, ում հետ իսկապես մենք ապրել ենք, ճանապարհ ենք անցել, բայց բարի բուն իմաստով նաև ճանապարհորդել ենք, առաջին անգամ ես եմ գնացել իրանց տուն, իր մամային խնդրել եմ, որ թույլ տա 16-17 տարեկան էր Արմինեն այն ժամանակ, որ իմ հետ գա Վրաստան էին գնում, ու այդպես մենք ու հետո երբ որ մենք նախագիծ էինք սկսում այն ժամանակ, էլի ես եմ խնդրել, որպեսզի թույլ տան Արմինեն մտնի աշխատանքի գա ինձ ասիստենտ, որտեղ այն ժամանակ սկսում ենք որբեր սերիալը եւ տենց թիմ էինք հավաքում եւ իմ երաշխավորությամբ ժամանակավոր այդ բառը շատ կարեւոր է շեշտեմ, ասի ժամանակավոր ծնունդիս օրը։ Այո, մենք այդ օրը ես խնդրեցի, որ այդ նախագծի պրոդյուսերին Արտուր Ապրեսովին ով հետագայում արդեն իմ քավորներ երջանկահիշատակ խնդրեցի որ Արմինեին ժամանակավոր ընդունի գործի ու այդ ժամանակավորից այդպես մենք իրար հետ քայլեցինք եկանք մենք շատ իսկապես այս հենց այնպես բառեր չի որ կարող եմ ասել որ ինչ հետաքրքիր ասենք դուք հրավիրել եք այսօր հյուրեր ովքեր իմ շատ անցյալից են եւ Լիանա Սահակյան որ իմ նոր ընկերուհիներից է ու երևի բացառիկներից է որ այս տարիքում ես կրկնվում եմ ընկերուհի ունեմ իսկ Արմինեն այն մարդն է ում հետ ես շատ մեծ ճանապարհ եմ անցել ամեն ինչ ու երբեմն Արմինեն ասում եմ Արմին դու որ սկսես մի օր խոսել Արմինեն իսկապես ամեն ինչ գիտի առանց չայկերտների առանց որից ինչ որ բաների հա այսինքն ինքը տեսել է իմ ճանապարհը ամբողջությամբ ես մենք իրար հետ ենք մեծացել այո այդպես է եղել Ինչն է որ կարող է հունից անել Ելենային Արմինե կամ վրդովեց ինքս տեսել այդ վիճակում շատ է տեսել խափելը որ իրան խափում են բայց ինքը շատ լավ հասկանում է մեկ իրան ինչ-որ թեթև բան ինքը կարող է դեմը չասի գիտես խափ չի ասի բայց ինքը շատ լավ է հասկանում է ինքը հունից անում էր դերասանների պահվածքը Արմին ասացի շատ չխոսես այտենց այդքան է Արո ջան Այդքանն է որ կարող է հունից անել Չէ իրականում որ ասում եմ Արմենին շատ լավ է ճանաչում իսկապես շատ լավ է ճանաչում ու ինքն էլ գիտի ես ինչ եմ ասում ոնց եմ ասում ճիշտ ասում այդ խափելը իմ համար ահա որ ավելի լավ է ինձ ճիշտ ասել սկզբից ասել գիտես այս սիտուացիան է մի հատ եկեք արագ հասկանենք ինչ լուծում տանք քան թե երբ որ ինձ խափում են կամ մի անգամից հասկանում եմ նայում դեմքից ասենք բաներ ասում մի հատ դեմքից նայ ինքը արդեն գիտեր տենց է կամ տենց չի Իրականում երբ որ մարդը կարողանում է անմիջապես դիմացինին զգալ դա կյանքի մեծ փորձի մասին է խոսում որովհետև մենք մեր կյանքում ընկնելով կանգնելով դասեր ենք վերցնում եւ այդ դասերը համարվում են կյանքի փորձեր հենց այստեղ գալիս է մեզ օգնության այն փաստը որ Ելենան բավականին ամուր քայլերով մեծ ճանապարհ է անցել ու այդ ճանապարհի ընթացքում շատ մարդկանց է հանդիպել լավ թե վատ կողմերով ու իրենց բնավորություններով Ես մի բան եմ ուզում Արմինեի հետ կապված ասեմ չգիտեմ այս իմ բնավորության ես չեմ կարող ասել դա լավ գիծ է թե վատ գիծ է իրականում մինչև հիմա չգիտեմ դա լավ է թե վատ ես աշխատանքի մեջ ոչ մեկի չեմ ընդունում դու կարաս իմ ամենահարազատը լինես բայց ես երբեք չեմ ընդունում երբ որ դու աշխատանքդ
թերանում ես, իմ համար շատ կարևոր է որ դու աշխատանքը ճիշտ անես։ Եվ այդ իսկ պատճառով ես հարազատներ եմ ունեցել, ովքեր աշխատել են իմ մոտ, իմ նախագծերում, բայց ես հասկացել եմ, որ իրենք ինչ-որ մի բան թերանում են ինչ-որ մի ժամանակի, եւ մենք որոշել ենք իրար հրաժեշտ տալ։ Ինչի ես ու Արմենը այսպես ուզվեցինք, ես ազնիվ կլինեմ, որտեղ եկավ մի ժամանակ մեր երկուսի կյանքում, որ մենք պետք է հրաժեշտենք աշխատանքային առումով միայն։ Բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, որ մենք երբեք իսկապես այս հենց այնպիսի խոսքեր չեմ ասում։ Երբեք մենք չենք կարող կտրել այն կապը, որ կա մեր միջև, որովհետև ես կարամ ջղանանամ Արմենի վրա, Արմենն կարա ինձանից նեղանա, մենք կարող ենք վիճել, կարող ենք չվիճել, բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, որ այն անցյալը, որ մենք ունենք, ամեն մարդ չունի, իսկապես շատ հարազատներ, քույր եղբայրներ, ծնողներ իրենց երեխաների հետ չունեն այդ անցյալը, ինչ որ ունենք ես ու Արմինեն։ Մեզ կապում է շատ բան, ու մենք բնականաբար չենք կարող իրար հրաժեշտ տալ եւ մենք երկուսս էլ կանք իրար կյանքում, այսպես ասեմ։ Արմինե, ինչ կմաղթեք Ելենային։ Ելենային։ Ես գիտեմ ինչ եմ մաղթում, բայց դա եթերային չի։ Ես գիտեմ ինքը գիտի։ Դուք եթերային մաղթանքներ ասեք։ Եթերային դա առողջություն։ Լավ, ասա ինչ ես մաղթում։ Ես երդվում եմ, ես երազում եմ ինքը տղա ունենա, իմ շատ։ Ես երազում եմ, որ ինքը տղա ունենա։ Ես ասում եմ։ Ճիշտ ասում ես գիտեմ որ ես ասելու։ Ես իմ միակն շատ եմ ուզում, որ ինքը տղա երեխա ունենա շատ ու լիքը պատմություն կա դրա տակ, դրա համար ուզում եմ ես եկեղեցի գնալուց եմ ասում, խնդրում եմ Ելենս տղա ունենա անկեղ։ Ինքն էլ է ցանկանում, կարծում եմ իմ ցանկությունները միշտ կատարվում են։ Այո։ Այդ 100% եմ ասում, ուրեմն ով Արմինեի հետ աշխատել է, բոլորը գիտեն։ Բոլորը այդ գիտեն, հիմա երևի մեր ընկերները, գործընկերները, որ նայեն այս հաղորդումը, կասեն՝ «Վայ Արմին, հանկարծ Աստված ոչ անի», ինքը նկարում են հրապարակում ինչ-որ մեկի այդ վիճեր, ազնիվ խոսք չեմ չափազանցնում։ Հաջորդ օրը զանգում ենք, ասում ենք՝ «Ինչ եղար», նկարում ես շատ վատ եմ, համարյա մահամերձ այդ մարդիկ պարկած էին լինում։ Ազնիվ խոսք Արմինեն, տենց ինչ-որ մի հատ էներգետիկ բան ունի, չգիտեմ։ Երբ որ ինքը մեկին չի սիրում, մեկի հետ կռվում է, այդ մարդու հետ վատ բան է լինում։ Ասենք ընդհուպ եղել են տեսարաններ, երդվում եմ, չեմ չափազանցնում։ Ռադիոթել, ուրեմն աշխատում ենք հանրային հեռուստաընկերությունում եւ նախագծերից մեկի պրոդյուսերի հետ վիճում է։ Սենյակի հետ կապված ինչ-որ խնդիր է լինում, որտեղ պետք է նկարահանում անենք ինչ, հիմա հստակ չեմ հիշում։ Հաջորդ օրը այդ սենյակը ամբողջությամբ ջուր է լցվում, որովհետեւ տրակել էին ջերուցման այդ համակարգի խողովակները եւ ամբողջությամբ այդ հատվածը Այնպես որ Արմինեի բարի սրտով եւ բարի կամեցողությամբ կարծում եմ, որ ապագայում Ելենան Եվս մեկ անգամ կմայրանա եւ լույս աշխարհ կգա Ելենայի որդին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր մաղթանքներ էր, մերսի։ Արմինե, շնորհակալ ենք անչափ որ եկաք միացաք մեր զրույցին, որ այսչափ հուզվեցիք, կներեք, որ ձեզ ուզեցինք եւ Ելենա ջան ձեզ էլ ներողություն որ հուզվել եք, բայց կարծում եմ որ սա երջանկության ակնթարթների հետ է կապված եւ հուզմունքը այս դեպքում տեղին ու արդարացված է։ Սելի հեռուստադիտող վերադարձանք շարունակելու մեր եթերը եւ արդից օգտվելով սրտան շնորհավորում ենք կանանց եւ աղջիկներին մայրության եւ գեղեցկության 1 ամսյակի առիթով։ Ժպտացեք, եղեք երջանիկ եւ պատական չէ որ այս գեղեցիկ տոնը գալիս է գարնանը, չէ որ ծաղիկներն էլ ծաղկում են գարնանը։ Թող արևաշող ու արևավառ լինեն բոլորիդ կյանքի օրերը։ Ելենա, գնանք առաջ եւ շարունակենք լսել ձեր կյանքի պատմությունը։ Ես գիտեմ, որ ձեր դուստրը ընդունվել է։ Իսկ ուր է ընդունվել նա, որտեղ է նա սովորելու ապագայում։ Իմ աղջիկը ընդունվել է բավականին հեղինակավոր հաստատություն Columbia University, որը գտնվում է Նյու Յորքում, որը Ivy League համալսարանների ցանկից է կամ Լիգը Պլյուսյա, ոնց որ ասում են ռուսերեն, եւ աշխարհի լավագույն համալսարանների թոփում են գրկված։ Սա մեծ հպարտություն է, չնայած այդ բառը այդքան էլ չեմ սիրում, բայց որպես ծնող շատ ինձ լավ եմ զգում, որ իմ աղջիկը կարողանում է ինձ վերադարձնել այն ինչ ես ժամանակին տվել եմ իրեն։
Ես շատ ուրախ եմ, որ ինքը կարողացավ ընդունվի այդ հեղինակավոր բուհը եւ հուսով եմ, որ մի քանի տարի հետո արդեն պատիվ կունենամ ասելու, որ իմ աղջիկը գերազանց ավարտեց այդ բուհը, հուսով եմ։ Բրավո, ընդունեք մեր շնորհավորանքները, Շնորհակալություն եւ եթե կարելի է շնորհավորանքը շարունակելով, եթե թույլ կտաս Արայք ջան օգտագործելով մեր եթերը, ես ուզում եմ շնորհավորել կանանց աղջիկներին ապրիլի 7-ի հետ կապված մայրության եւ գեղեցկության, բայց հատուկ ուզում եմ առանձնացնել իմ մամային, ով այսօրը ապրիլի 7-ին երրորդ անգամ մայրացել է եւ լույս աշխարհ է եկել իմ քույրիկը։ Ես ուզում եմ շնորհավորել իմ քույրիկ Գոհարիկին իր ծննդյան օրվա կապակցությամբ, ապրիլի 7-ին է ծնվել քույրիկս, ասել, որ իրեն սիրում եմ անսահման եւ ինքը շատ հարազատ ու թանկ մարդ է ինձ համար։ Մենք էլ արդից օգտվելով շնորհավորում ենք ձեր մայրիկին մայրանալու կապակցությամբ եւ ձեր քույրիկին իր ծննդյան օրվա առիթով առողջ ու երջանիկ եղեք։ Շնորհավոր։ Շնորհակալություն։ Ելենա, եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ վերնագիր կտաք այդ գրքին։ Ես վերնագրերը միշտ Անահիտ Մղթարյանի հետ եմ մտածում։ Իսկ այս դեպքում դուք պետք է վերնագրեք ձեր կյանքի պատմության գիրքը։ Մարդով սիրում էր կյանքը։ Բրավո, հրաշալի։ Մարդով սիրում էր կյանքը։ Ես շատ եմ սիրում կյանքը։ Շատ։ Ես ուզում եմ ապրել ամեն վայրկյանը։ Ես ուզում եմ իսկապես ապրել, որ չլինի բառեր։ Ապրեմ, զգամ, վայելեմ եւ այն աշխատանքը, որով որ ես զբաղվում եմ, ինձ համար աշխատանք չի, այդ բառը չեմ սիրում, այլ իսկապես ես հաճույք եմ ստանում այն ամեն ինչով, ինչով ես զբաղվում եմ։ Իմ համար կյանքը է դա։ Երբ որ մարդ սիրում է իր աշխատանքը եւ գալիս է աշխատանքի սիրով, երբ որ գնում է տուն ու գիտի, որ տանը իրեն սպասում են իր սիրելի մարդիկ, ինձ համար երջանկությունը դրա մեջ է եւ կյանքը սիրելն էլ է դրա մեջ։ Այնպես որ ես կվերնագրեի կյանք մարդ, որ սիրում է կյանքը։ Բրավո։ Մենք ապրում ենք եւ մեզ հետ ապրում են նաեւ մեր կարոտները։ Իսկ ինչ է ձեր կարոտի անունը։ Պապա։ Այսքան։ Վերջ։ Ելենա, շնորհակալ եմ։ Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ, որ այս մեր գեղեցիկ տոնական եթերը լցված է ձեր ներկայությամբ, ձեր պատմություններով, ձեր անկեղծությամբ, ձեր հուզմունքով եւ ձեր ժպիտով։ Շնորհակալություն։ Եվ վերջում ավանդույթը չխախտելով նորից բացվում է այս արկղը, որի մեջից դուրս է գալիս անանուն այս նամակը, ծրարը, որի մեջ ձեզ ուղված նամակ է։ Ես պիտի խնդրեմ նամակը բարձր կարդակ եւ փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Իհարկե, եթե չկռահեք, ես ձեզ անպայման կօգնեմ։ Գրում եմ քեզ իմ անգին, հիշելով մեր անցյալը։ Թռի վռի մի աղջիկ ուրախ զվարթ եղեցիկ, հիանում էի քեզանով, շոյում երկար հյուսքերդ։ Շատ ընկերասեր էիր, միշտ շրջապատված լավ ընկերուհիներով, որոնք քեզ շատ էին սիրում եւ մինչեւ հիմա քո կողքին են։ Տեսնելով քո կազմակերպած բակային ճամբարները, մանկական հանդեսները, ինձ թվում էր, որ դու դառնալու ես լավ ասմունքող կամ դերասանուհի։ Դպրոցում միջանցքների ժամանակ ուսուցիչները հաճույքով էին լսում, երբ արտասանում էր Շիրազի, Սահյանի, Սևակի ստեղծագործությունները։ Հիշում եմ ու երբեք չեմ մոռանա 90-ականները։ Դժվար տարիներ էին, ցուրտ, սով, մութ, երկար ու անվերջանալի թվացող ճանապարհներ մինչև դաշնամուրի դասեր, պիոներ պալատ, դպրոց, բայց մի տեսակ ուրիշ ջերմություն կար։ Ամեն բան հաղթահարեցինք։ Ես գիտեմ, որ դու միշտ ամեն տեղ հաղթող ես եղել ու հասել ես քո նպատակներին։ Քո հոգատարությունն ինձ ուժ է տալիս, իսկ իմ աղոթքները միշտ կլինեն քեզ ուղեկից։ Ապրելուս իմաստը նաև քեզանով է կարևորված ու սրտիս մի անկյունում դու քո անփոփոխ տեղն ունես։ Հիմա կարդում ես նամակս, կարդում ես խոսքերս, իսկ ես քեզ ամուր գրկում եմ, որ դու երբեք չմրսես կյանքի փոթորիկներից։ Սիրում եմ քեզ, հպարտանում եմ քեզանով։ Այս գրողը մարդը, ով ինձ ճանաչել է մանկուց, որովհետև ես իսկապես Բաքում ճամբարներ էի կազմակերպում, դպրոցում, այո, ասմունքի միջոցառումներին հաճախ մասնակցել եմ։ Պիոներ պալատից հաճախում ենք Մալաթիայի հայորդաց տունը, պիոներ պալատ, որ գրել է։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ, չգիտեմ ինչի այսպես մի քանի մարդու անունը մտքից գալիս, եթե կարելի է մի քանի։ Իհարկե։ Թերեզան է։ Ոչ։ Մյուս անունն էլ եթե տակ, ես արդեն կասեմ իսկական գրողի անունը, եթե չկռահեք։ Եկեք ես ձեզ օգնեմ։ Ձեր Գոհար տատիկն է նամակի հեղինակը։
Ես գոհար տատիկս մտածում էի, ճիշտն ասած։ Ես մտածում եմ, որ իմ գոհար տատիկն եմ, ճիշտն ասած։ Ուղղակի այստեղ ինքը բառեր կա, որոնք չի օգտագործվել։ Այո, նայեք, Ելենա, մենք նամակները փորձում ենք հիմնականում շեղել։ Բովանդակությունը մի փոքր փոխում ենք, որպեսզի անմիջապես մեր հյուրը չկռահի ով է նամակի հեղինակ, որտեղ այնտեղ վերջաբան կար, որ գրված էր իմ Լենա։ Ես միանգամից կասեի։ Այո, եւ տատիկն ասաց, որ հենց որ այդ անունը այդպես գրեմ, անմիջապես Ելենան կհասկանա։ Հա, իհարկե, ու այստեղ ես մտածեցի, որ իմ մազերը շոյելով բան, որտեվ այստեղ ուզում եի ասել, որ տպավորությունա, որ մեծ մարդ ա գրել տարիքով, մեծ մարդու նամակ ա գրված, ուղղակի իմ տատիկի լեքսիկոնով գրված չի իրականում, որովհետև իրականում տատիկս իմ կյանքի, ես միշտ ասում եմ, գուցե շատերը ինչ որ միտեղ սխալ ընկալ են իմ ասածը, բայց ինքը իմ համար առաջին ծնողն է իմ կյանքում, ես իրեն շատ եմ սիրում ու բազմիցս ասել եմ տարբեր եթերների ժամանակ, եթե չլիներ իմ տատիկը, չէի լինի նաև ես։ Ինչու, որովհետև իմ տատիկը ինձ շատ ա օգնել, երբ որ իմ աղջիկը ծնվել էր, իմ տատիկն ա պահել իմ աղջկան։ Դրա համար խոսքի սկզբում, երբ որ ես ասեցի, ես երբեմն մտածել եմ, որ ես գուցե վատ ծնող եմ եղել, ինչ որ բաներ թերացել եմ անել, դա նրանից էր գալիս, որ ես շատ ժամանակ աշխատանքիս էի տրամադրում եւ երբեմն աղջկաս հետ ավելի քիչ ժամանակ էի անցկացնում, բայց վստահ եմ, որ իմ տատիկը կարողացել է իմ աղջկան տալ այն ամենը, ինչ որ ես այդ պահին բաց եմ թողել։ Իմ տատիկը ինձ շատ հարազատ մարդ է, շատ։ Երևի թե ամենահարազատ մարդն է իմ կյանքում։ Բրավո։ Ինքը սենց Մենք գոհար տատիկին շնորհակալություն ենք հայտնում նամակի համար, գեղեցիկ խոսքերի համար, ձեզ առողջություն, երկար տարիների կյանք ենք մաղթում եւ շնորհակալ ենք, որ ուղարկել եք ձեր խոսքերը մեր տաղավար։ Իսկ ձեզ Ելենա, նորից ու նորից շնորհավորում ենք, միշտ եղեք երջանիկ։ Այն ժպիտը, որով հենց հիմա դուք ժպտում եք, թող ձեզ երբեք չլքի եւ երբևէ տխրելու առիթ ու պատճառ չունենաք։ Շնորհավոր ձեր տոնը, մայրության, գեղեցկության տոնը, թող ձեզ համար ամեն օր լինի, ամեն օր լինեք երջանիկ ու միշտ մնաք գեղեցիկ։ Եվ իհարկե շնորհակալ եմ, որ չմերժեցիք, եկաք մեզ հյուր ու մեր եթերը լցվեց ձեր անկեղծ խոստովանություններով։ Շնորհակալ եմ, շատ անչափ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր մեր շատ սիրելի Ելենա Արշակյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր պատմություններով։